Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ պատերազմին հութիներն են միանում։ Ովքեր են նրանք, ինչու եւ ինչպես են սպառնում ել ավելի սրել համաշխարհային էներգետիկ ճգնաժամը։ Իրանի դեմ Իսրայելի ու Միացյալ Նահանգների պատերազմից մեկ ամիս անց Թեհրանի դաշնակիցի Եմենի հութիները հարվածում են Իսրայելին։ نفذت قواتنا المسلحة بعون الله تعالى وبالتوكل عليه. Այստեղ հութիների խոսնակն ասում էր հրթիռներ ու ԱԹՍ-ներ են արձակել Իսրայելի վրա։ Իրանը զենք ու զրահով աջակցում է հութիներին, ինչպես աջակցում է օրինակ Հզբոլահին կամ Համասին։ Դաշնակիցներ են, բայց զինված խումբն անկախ է իր գործողություններում ու որոշումներում, Թեհրանից են հայտարարում։ Okay, բայց ինչպես կարող է տարիներով ճգնաժամի մեջ գտնվող Եմենում գործող մի զինված խումբ ազդել խոշոր պետությունների այս պատերազմի վրա։ Հութիները կարող են փակել Բաբ-էլ-Մանդեբի այս նեղուցը։ Այստեղով են անցնում ոչ միայն նավթի ու գազի արտահանումները, այլ նաև համաշխարհային փոխադրումների 12%-ը։ Զինված խումբը Բաբ-էլ-Մանդեբում հարձակումների փորձ ունի։ Արդեն խփել են այստեղով անցնող նավերին՝ ի պատասխան Գազայում Իսրայելի գործողությունների։ Փորձագետները կարծում են, բավական է հութիները կրակեն մի քանի նավի վրա ու Կարմիր ծովով անցնող առևտրային նավերը չեն շարժվի։ Իսկ աշխարհում նավթի ու գազի գինն արդեն իսկ բարձրացել է Հորմուզի նեղուցի փակումից հետո։ Երկրորդ այսպիսի հարվածը կարող է շատ ավելի թանկ նստել համաշխարհային տնտեսության վրա։ Հութիները կարող են նաև Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքները թիրախավորել։ Հիմա սաուդներն այստեղից այստեղ են տանում նավթը, որ շրջանցեն Հորմուզը ու Բաբ-էլ-Մանդեբով Ասիա հասցնեն իրենց արտահանումները։ Սա արդեն թանկ է նստում։ Ինչպես ու դեռ ինչքան պատերազմին կմիանան հութիները, Իրանի աջակցությունը վայելող, զինված ու Եմենի հյուսիսը վերցրած այս խումբը դեռ հարց է մնում։ Բայց վարկած կա, որ ամենայն հավանականությամբ չեն ուզի սաուդների հետ հակամարտության մեջ մտնել ու խորացնել հումանիտար ճգնաժամը հարազատ Եմենում, որտեղ ներքին պատերազմը մի քանի տասնամյակ է չի դադարում։